Ես ձեր դարաբանքը կհասկնամ, ուրախանամ, որ դուք հավատարիմ եք ձեր ժողովրդին եւ կսիրեմ, որ ձեզ եկեղեցու հոտ կնկատեք։ Բայց նայեցեք, եթե ասեմ, Քրիստոսի հոդը պետք չէ մոլորվի զգացականության մեջ։ Մեր Տերը էմոցիայով կամ զգացումներով շարժվիլ կամ ընդունել առաջնորդները չէ, այլ ճշմարտությամբ։ Այսօր ոչ միայն վարչապետը, այլ նաև կաթողիկոսը իր գործերով վնասած է ազգին, եւ մեր ցավը կրկնակի է, որովհետեւ մեկը կգոչվի ազգային, մյուսը հոգևոր առաջնորդ։ Սրբությունը Աստծո բարգևն է, բայց մարդը երբ կմերժե զայն, կզրկվի այդ կոչումեն, մինչ Աստված կպահե իր եկեղեցին։ Եվ վերջապես մի մոռնաք, որ ով որ իր եղբորը մեղք տեսավ եւ չզգուշացուց, անոր արյունը կպահանջեմ իր ցերքեն, գսե Եզեկիել 33:6-ը։ Իսկ ես Տիրոջ առաջ կանգնած կահանա չեմ կրնար լրել, ոչ թե վրեժխնդրության համար, այլ մաքրության, ոչ թե քաղաքականության, այլ եկեղեցու ապագայի համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դարձյալ Անահիտը գրե. ինքնագոչ թե կանչված Աստուծմե։ Սիրելի Անահիտ, գնելով ձեր մեկնաբանությունը կսկամ ցավ, ոչ թե զայրույթ։ Այն բառը, որ կործածեցիք, ամպիժնիկ, գուցե հատուկ տեղական խոսակցության միջավայրի, սակայն ոչ հոգևոր արժևորում է։ Ինձի հարց չէ, թե ինչ բառ կուղեք, այլ ինչ հոգիով։ Քահանայությունը ինքնագոչություն չէ, այլ գոչում մնե Աստուծմե։ Եվ եթե այսօր դուք կգարձեք, թե այդ գոչումը վերացավ, որովհետև մարդիկ որոշեցին զիս կարգալուծել, դուք մոռացաք, որ Աստված է քահանայության միայն հաստատողը։